להכיר ברצח העם הארמני. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկվանից լուռ է, իսկ իշխող ՔՊԱ-ականները հրաժարվում են արձագանքել Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն այսօր հարցը լսելուց հետո ասաց, թե մեկնաբանություն տալու ցանկություն չունի։ ՔՊ պատգամավորներ խորհրդարանի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանն ու Էմա Պալյանն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին արձագանքել։ Ես չեմ կարող ձեզ հետ քայլով խոսել հարգելիս։ Նախորդին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատեց արտգործնախարար Գիդեոն Սաարի հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ հայտարարեց աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը պետք է ուղարկվի խորհրդարան Քնեսեթ։ Պարզ չէ սակայն արդյոք գործող խորհրդարանը կհասցնի քննարկել եւ ընդունել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ The Times of Israel-ը տեղեկացնում է, որ մոտ 2 շաբաթից հուլիսի 16-ին Քնեսեթը ամենայն հավանականությամբ այսպես կոչված նախընտրական արձակուրդ է գնալու, իսկ արդեն աշնանը նախատեսված են նոր ընտրություններ։ Մինչ ԱԳՆ-ն ու իշխող ՔՊ ներկայացուցիչները լռում են, ընդդիմությունը ողջունում է Իսրայելի կառավարության որոշումը։ Դրական եւ ակնկալում ենք, որ Քնեսեթը կողմ կքվեարկի ներկայացված բանաձևին։ Այո, ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է եւ յուրաքանչյուր պետություն, որ ճանաչում է, այդ կերպ քաղաքական խնդիր է լուծում։ Թե ինչ նպատակներ է հետապնդում իր այս քայլով Իսրայելը, որ այսօր լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ, դաշնակցական պատգամավորը էական չի համարում։ Կարևորն ըստ նրա այն է, որ Իսրայելի կառավարության որոշումը բխում է նաեւ Հայաստանի շահերից, իսկ Հայաստանի համար կարևոր է, որ աշխարհը ճանաչի եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Հիմա տասնյակ երկրներ են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ինչն էր օրինակ պատճառը, որ Ֆրանսիան ճանաչեց, չգիտեմ, Արգենտինան ճանաչեց, Ուրուգվայը ճանաչեց, Ռուսաստանը ճանաչեց։ Դա չի կարևորը։ Կարևորը այն է, որ երկրները ամբողջ աշխարհում շարունակում են այս գործընթացը։ Եվ այն 3 երկրներից մեկը, որոնք ասում են, չէ, այդ հարցը պետք է անել օրակարգից, Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի օրոք, Ադրբեջանն եւ Թուրքիան։ Կարծում եք Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի այս քայլը։ Անկասկած։ Ընդհանրապես պետական քաղաքականությունը ինչի պետք է լինի, որ դու կարողանաս քո շահերը եւ երրորդ երկրի շահերի մեջ նմանություն գտնես եւ փորձես կարող դրթել երրորդ երկրներին անել մի բան, որը բխում է քո, ինչպես նաեւ իրենց շահերից։ Հիմա ստեղ ես կարծեմ առանց Հայաստանի իշխանությունների որևէ քայլի Իսրայելը կատարել է քայլ, կարևոր քայլ, որը բխում է մեր ազգային երկարաժամկետ շահերից։ Հնչում, որ Իսրայելը թողնախ մտածի Պաղեստինի ցեղասպանության մասին եւ ցեղասպանություն գործած եւ գործող երկիրը հիմա իր աշխարհակաղակական այսպես տարբեր բան շահերից ելնելով փորձում է Հայաստանի ցեղասպանությունը ճանաչել։ Իսրայելը, Պաղեստինը, այդ ամեն ինչը մենք բոլորս հասկանում ենք։ Իսրայելի աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ, կրկնում եմ, մեր ազգային շահերից բխում է, որ աշխարհը ճանաչի եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը եթե միանա, այո, դա ողջունելի է։ Իսրայելի կառավարության քայլը շտապել են քննադատել Բաքուն եւ Անկարան։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերը խեղաթյուրվում են, իսկ այդ թեման քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի է։ Իսրայելի այս քայլը չի նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, ընդհակառակը խորացնում է հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը։ Առավել կոշտ է արձագանքել հայոց ցեղասպանության փաստը ժխտող Անկարան։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ Իսրայելը փորձում է քողարկել իսկ գործած հանցագործությունները պաղեստինցի ժողովրդի դեմ։ Իրավական եւ պատմական փաստերն արհամարող այս չարական փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն եւ նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում։ Այն, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, այդ մասին դեռևս անցած տարի հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Հայաստանում։ Անցած տարվա հունվարին վարչապետը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ, ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով են ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը վստահեցրել էր Հայոց ցեղասպանությունը չի ուրացել։ Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։